Բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր միասին այցելել ենք Գյումրու գեղեցիկ անկյուններից մեկը՝ Բարեկամության այգին։ Եկեք միասին դիտենք այս գեղեցիկ զբոսանքը և վայելենք այգու մթնոլորտը։ Իսկ մինչ սկսելը, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք և տարածեք տեսանյութը։ Սիրելի հետևորդներ, Բարեկամության այգին քաղաքի այն վայրերից է, որտեղ կարելի է մի պահ հեռանալ առօրյա հոգսերից, զբոսնել, հանգստանալ և վայելել Գյումրու յուրահատուկ մթնոլորտը։ Այգին գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում և դարձել է գյումրեցիների ու քաղաքի հյուրերի սիրելի վայրերից մեկը։ Առաջին հայացքից այստեղ աչքի են ընկնում կանաչ տարածքները, ծառերը, արահետները և հանգստի համար նախատեսված հատվածները։ Բայց այս այգին հետաքրքիր է ոչ միայն իր ներկայիս տեսքով, այն իր մեջ պահում է Գյումրու անցյալի մի մասը։ Այս տարածքի պատմությունը կապված է այն տարիների հետ, երբ Գյումրին ապրում էր բոլորովին այլ կյանքով։ Այստեղ մարդիկ գալիս էին զբոսնելու, երեխաները խաղում էին, երիտասարդները հանդիպում էին ընկերների հետ, իսկ ընտանիքները միասին անցկացնում էին իրենց ազատ ժամանակը։ Շատ գյումրեցիների համար այգու հետ կապված են մանկության հիշողություններ։ Երբեմն մի սովորական ճանապարհը կամ ծառը բավական է, որպեսզի մարդը մտքով վերադառնա տարիներ առաջ։ Սակայն Գյումրու պատմության ամենածանր էջերից մեկը փոխեց քաղաքի կյանքը։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժից հետո քաղաքը ծանր կորուստներ ունեցավ։ Ավերվեցին բազմաթիվ շենքեր ու տարածքներ, և հազարավոր մարդիկ հայտնվեցին շատ դժվար պայմաններում։ Այս ծանր տարիների ընթացքում այգու տարածքն էլ կորցրեց իր նախկին տեսքը։ Բայց Գյումրին չհանձնվեց։ Քաղաքը սկսեց վերականգնվել, և տարիների ընթացքում առաջ եկավ նաև այս տարածքը նոր կյանքով վերականգնելու գաղափարը։ Բարեկամության այգու վերակառուցման ժամանակ կարևոր էր ոչ միայն ստեղծել գեղեցիկ ու ժամանակակից տարածք, այլև պահպանել այն հիշողությունները, որոնք կապված էին այս վայրի հետ։ Այսօր այստեղ կարելի է տեսնել կանաչ գոտիներ, զբոսանքի հատվածներ, երեխաների համար նախատեսված վայրեր, սպորտային ու հանգստի տարածքներ։ Այգին նախատեսված է տարբեր տարիքի մարդկանց համար։ Այստեղ երեխաները կարող են խաղալ, երիտասարդները ժամանակ անցկացնել ընկերների հետ, իսկ ընտանիքները միասին զբոսնել ու հանգստանալ։ Ոմանք գալիս են պարզապես քայլելու, ոմանք նստում են ու զրուցում, իսկ մյուսները վայելում են քաղաքի խաղաղ մթնոլորտը։ Եվ հենց այստեղ է զգացվում այգու անվան իմաստը։ Բարեկամությունը մարդկանց միավորող ուժ է։ Գյումրին իր պատմության ընթացքում բազմիցս զգացել է մարդկանց համերաշխության ուժը, երկրաշարժից ու հանգստի տարածքներ։ Այգին նախատեսված է տարբեր տարիքի մարդկանց համար։ Այստեղ երեխաները կարող են խաղալ, երիտասարդները
ժամանակ անցկացնել ընկերների հետ, իսկ ընտանիքները միասին զբոսնել ու հանգստանալ։ Ոմանք գալիս են պարզապես քայլելու, ոմանք նստում են ու զրուցում, իսկ մյուսները վայելում են քաղաքի խաղաղ մթնոլորտը։ Եվ հենց այստեղ է զգացվում այգու անվան իմաստը։ Բարեկամությունը մարդկանց միավորող ուժ է։ Գյումրին իր պատմության ընթացքում բազմիցս զգացել է մարդկանց համերաշխության ուժը։ Երկրաշարժից հետո աշխարհի տարբեր երկրներից մարդիկ օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին և Գյումրին։ Այդ մարդկային աջակցությունն ու բարեկամությունը այսօր էլ հիշվում են։ Այդ պատճառով բարեկամության այգին կարելի է ընկալել ոչ միայն որպես զբոսավայր, այլ նաև որպես մարդկանց միասնության խորհրդանիշ։ Այստեղ անցյալը հանդիպում է ներկային։ Հին հիշողությունները միանում են նոր կյանքին, իսկ քաղաքի պատմությունը շարունակում է իր ընթացքը։ Այսօր քայլելով այգու տարածքով դժվար է պատկերացնել, թե ինչ ճանապարհ է անցել այս վայրը։